Ողջույն։ Այսօր որոշել ենք մի փոքր խորանալ պետական պարտքի թեմայի մեջ։ Մեր ձեռքի տակ կա պետական պարտքի մասին ՀՀ օրենքը, նաև լրատվականներից որոշ նյութեր Հայաստանի բյուջեի ու հենց պարտքի մասին։ Կփորձենք հասկանալ, ինչ բան է այս պետական պարտքը, ինչպես է, այսինքն ձևավորվում Հայաստանում, ու ամենակարևորը դա ոնց է անդրադառնում երկրի ֆինանսների վրա ու վերջում մեզ քաղաքացիներիս վրա։ Այո, շատ տեղին թեմա է, հատկապես վերջին թվերի լույսի ներքո, կարծում եմ լավ կլինի սկսենք հենց բուն հասկացությունից, ինչ է դա ընդհանրապես, ինչու են պետությունները գնում դրան, հետո արդեն գնայենք մեր Հայաստանի իրավիճակը, կոնկրետ թվերը, սպասարկման գինը։ Շատ լավ, ուրեմն եկեք սկսենք օրենքից, այնտեղ գրված է, որ պետական պարտքը ըստ էության ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի բոլոր պարտքային պարտավորությունների հանրագումարն է։ Ու սա բաժանվում է երկու մասի՝ ներքին պարտք, այսինքն երբ պետությունը պարտք է վերցնում երկրի ներսից, մեր բանկերից, քաղաքացիներից, կազմակերպություններից։ Ճիշտ է։ Եվ արտաքին պարտք, երբ փոխառությունը գալիս է դրսից, միջազգային կառույցներից, այլ պետություններից, օտարերկրյա ներդրողներից։ Հա, բայց հարց է առաջանում. ինչու է պետությունը ընդհանրապես պարտք վերցնում։ Միայն այն պատճառով, որ փողը չի հերիքում։ Դա հիմնական պատճառներից մեկն է, բայց ոչ միակը։ Օրենքը նշում է մի քանի նպատակ։ Առաջինը, ինչպես ասացիք, հենց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Այսինքն, երբ ծախսերն ավելին են, քան եկամուտները, այդ տարբերությունը պետք է ինչ-որ կերպ փակել։ Բայց կան նաև այլ նպատակներ։ Օրինակ, վճարային հաշվեկշռին աջակցելը կամ նույնիսկ երկրի ներսում ֆինանսական շուկան, այսպես ասած, զարգացնելը, պետական պարտատոմսերի միջոցով։ Սա ցույց է տալիս, որ պարտքը կարող է նաև տնտեսական գործիք լինել։ Հասկանալի է։ Այսինքն ոչ միայն անհրաժեշտություն, այլև գործիք։ Լավ, հիմա եկեք տեսնենք կոնկրետ մեր իրավիճակը։ Լրատվականներից մեկում հետքում կար տվյալ, որ 2024-ի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է մոտ 12,842 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ու հետաքրքիր մի բան էլ կար նշված, որ ներքին ու արտաքին պարտքերը գրեթե հավասարվել են։ Ներքինը մոտ 6,388 միլիարդ դոլար, արտաքինը մոտ 6,454 միլիարդ։ Սա կարծես նորություն է։ Այո, այդ հավասարեցումը վերջին տարիների միտում է։ Բայց այստեղ, գիտեք, պարտքի ընդհանուր չափից ոչ պակաս կարևոր է դրա սպասարկման արժեքը։ Այս սա է, որ ուղղակիորեն զգացվում է բյուջեի վրա ու հետևաբար քաղաքացիների։ Նույն աղբյուրը նշում է, որ 2024-ին միայն տոկոսներ վճարելու համար Հայաստանը ծախսել է մոտ 314 միլիարդ դրամ։ 314 միլիարդ, սա ուղղակի տոկոսների համար։ Այո, միայն տոկոսներն են։ Ու սրա մեջ առյուծի բաժինը մոտ 220 միլիարդը գնացել է հենց ներքին պարտքի տոկոսներին։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտավորապես 10-12%-ը գնում է ոչ թե դպրոցի, հիվանդանոցի, ճանապարհի կամ պաշտպանության, այլ ուղղակի նախկինում վերցրած պարտքերի տոկոսները մարելուն։ Իդեպ ֆինանսների նախարարն էլ էր սա բարձր ցուցանիշ համարել ու մտահոգություն հայտնել։ 10%-ից ավելի միայն տոկոսներ։ Լուրջ է հնչում, բայց այս ամբողջ պարտքը, այս ծավալը համարվում է կառավարելի, օրենքով շեմ կար, չէ՞։ Հա, օրենքով հստակ շեմ կա։ Պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆ-ի համախառն ներքին արդյունքի 60%-ը։ Հնան հիշեցնենք երկրի մեկ տարում ստեղծած ամբողջ տնտեսական արժեքն է, այսպես ասած։ Ճիշտ է։ Ու ըստ նախնական տվյալների 2024-ի վերջին կառավարության պարտքնա հարաբերակցությունը եղել է մոտ 48,3%։ Այսինքն, այո, սահմանված 60%-ից ցածր է։ Թղթի վրա ամեն ինչ կարգին է։ Թղթի վրա, այո։ Բայց իրականում, ինչպես արդեն նշեցինք, այդ թղթի վրա կառավարելի լինելը չի նշանակում, որ բեռ չկա։ Այդ 314 միլիարդ դրամ տոկոսավճարը, որը ըստ կանխատեսումների 2025-ին կդառնա մոտ 394 միլիարդ դրամ, էլ ավելի շատ։ Այո, սա այն գումարն է, որը կարող էր գնալ, չգիտեմ, կրթության որակի բարձրացմանը, առողջապահական ծառայությունների բարելավմանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։ Սա է պարտքի իրական թաքնված բինը, հենց ձեզ քաղաքացիների համար, կորցված հնարավորություններն են։ Երբ պարտքի սպասարկումը բարձր է,
Դա ուղղակի կրճատում է պետության հնարավորությունները ներդրում անելու այն ամենի մեջ, ինչը կարող է մեր կյանքն ավելի լավը դարձնել։ Հասկանալի է։ Դե եթե 2025-ին կանխատեսվում է ել ավելի մեծ տոկոսավճար, ապա ինչ է սպասվում ընդհանրապես։ Լրատվականները գրում են, որ 2025-ի բյուջեով նախատեսվում է մոտ 609 միլիարդ դրամի դեֆիցիտ։ Սա էլի նոր պարտք է նշանակում։ Ամենայն հավանականությամբ այո։ Կառավարությունը պլանավորում է դեֆիցիտը ծածկել նոր պարտ ներգրավելով եւ ներքին շուկայից պարտատոմսեր թողարկելով, եւ արտաքին աղբյուրներից վարկեր, գուցե նոր եվրապարտատոմսեր։ Ավելին, կանխատեսում է, որ 2025-ը հենց պարտքերի մարման տեսանկյունից բավականին լարված տարի է լինելու։ Խոսքը գնում է ընդհանուր մոտ 2.4 միլիարդ դոլարի պարտավորությունների մասին, սա եւ տոկոսներն են, եւ մայր գումարի մարումները։ Ուրեմն պատկերը բավականին բարդ է ստացվում։ Մի կողմից պարտքը թույլատրելի սահմաններում է, մյուս կողմից դրա սպասարկումը կլանում է հսկայական միջոցներ։ Հենց այդպես։ Լավ, եկեք փորձենք ամփոփել մեր լսողների համար։ Ուրեմն տեսանք, որ պետական պարտքը մի կողմից անհրաժեշտ ֆինանսական գործիք է պետության համար դեֆիցիտը ծածկելու, տնտեսությունը խթանելու համար։ Հայաստանի պարտքը հիմա մոտ 12.8 միլիարդ դոլար է։ Հնայի համեմատ սա թեև օրենքի շրջանակներում է, բայց դրա սպասարկման գինը տարեկան հարյուրավոր միլիարդ դրամներ կազմող տոկոսավճարները շատ լուրջ բեռ են մեր բյուջեի վրա։ Այո, եւ գուցե վերջում մի հարց ուղակի մտածելու համար։ Փորձեք պատկերացնել, եթե բյուջեի ծախսերի, ասենք, ամեն 10-րդ կամ նույնիսկ ավելի շատ դրամը ճուղվեր պարզապես նախկին պարտքերի տոկոսները փակելուն, այլ մնար պետության տրամադրության տակ։ Ինչ այլ շոշափելի բաների վրա կարող էր ծախսվել այդ գումարը։ Ինչը կարող էր այլ կերպ լինել մեր կրթական համակարգում, առողջապահության մեջ, ենթակառուցվածքներում։ Սա, կարծում եմ, լավ առիթ է խորհելու երկարաժամկետ ֆինանսական կառավարման, առաջնահերթությունների ու ընտրությունների մասին։